Երկրապահ կամավորականների միության Կանադայի ներկայացուցչության հերթական խոշոր նվերը հայրենիքին։ Երկրապահն այսօր եռասերուն եւ աշխարհասփյուռ կուռ կառույց է, որ ղեկավարվում է սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամներով։ Հենց ի կատարումն սպարապետի ծրագրերի էլ Զորավար Մանվել Գրիգորյանը կայացրեց երկրապահական եռասերուն ընտանիքն ու կառույցում ընդգրկեց տարբեր ոլորտների մասնագետների։ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի աշխատանքային ծրագրի հիմնական ուղղություններից է պատանի երկրապահների համար հրամանատարասերժանտական դասընթացների կազմակերպումը երկրապահի հետ գործակցություն ստորագրած կառույցների մասնագետների ընդգրկմամբ։ Այս դասընթացներն արդեն տարի ու կես է, որ անցկացվում են լուրջ կազմակերպվածությամբ եւ բարձր մակարդակով։ Զորավարը մշտապես էլ դիմում է հովանավորներին, արտերկրի ներկայացուցչություններին մասնակցություն ունենալ այս գործում, քանզի պատանիներին ռազմահայրենասիրական դաստիարակության հաղորդումը հենց նշանակում է վաղվա հզոր Հայաստանի, պաշտպանված ու բարեկեցիկ Արցախի կայացում։ Հայրենասիրական այս գործում անուրանալի ներդրում ունեցավ Երկրապահ կամավորականների միության Կանադայի ներկայացուցչությունը, որ նվիրեց ավիացիոն դասընթացների անցկացման համար անհրաժեշտ տեխնիկա եւ գույք, ուսուցողական ինքնաթիռներ, վարժասարքեր, կառավարվող հեռուստաէկրաններ, մոնիտորներ։ Կանադայի կառույցի նվիրատվությունը հայրենիք հասցնելու գործում աջակցել է նաև Երկրապահ կամավորականների միության Ֆրանսիայի ներկայացուցչությունը։ Այսօր մեր համար տոնական օր է, քանի որ Կանադայի Երկրապահ կամավորականների միության ներկայացուցչությունից ղեկավար Խորեն Մարդոյան եւ իր աշխատանքի շնորհիվ, տեղի բարերարների շնորհիվ մենք ստացել ենք 2 թռչող սարքեր, 1 տեղանոց եւ 2 տեղանոց, որոնք մեր պատանի երկրապահների ուսումնական ծրագրերը ել ավելի կհագեցնեն։ Մեզ հետ հիմա իմ կողքին է գտնվում նաեւ մեր Գալստանյանը, որ արդեն տասնյակ տարիներ կարող ենք ասել, որ նախ հայոց բանակի ստեղծման օրվանից, որ օգնել է Հայաստանի Հանրապետությանը բանակի նաև ստեղծման այդ աշխատանքներում հսկայական լումա ունի եւ նաև որպես Ֆրանսիայում Երկրապահ կամավորականների միության ներկայացուցչության ղեկավար, նաև իր տարիների իր աշխատանքի նաև արդյունքն է այսօրվա մեր տոնական օրը։ Քանի որ Երկրապահ կամավորականների միությունը մենք եռասերուն երկրապահը մեր համար այսօր կարող ենք ասել կայացած կառույց է եւ պատանի երկրապահներին հսկայական տեղ է տրվում։ Մենք շատ ենք կարեւորում պատանի երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ այսօր նաեւ ընթանում են ուսումնական, սերժանտական, հրամանատարական դասընթացներ ամբողջ հանրապետությունում։ Եվ Գալստանյանը մեր գտնվում է այստեղ, քիչ առաջ էլ մենք նաեւ խորհրդակցում էինք, որ հատկապես համազգեստների հարցում կարծում եմ, որ առաջիկայում նաեւ մենք կարողանանք այդ մասով էլ նաև մեր Ֆրանսիայի հայ համայնքը եւ ինչու՞ չէ ոչ միայն Ֆրանսիան, նաև նույն Կանադան, որ աշխատանքներ են ընթանում բարերարների հետ, որ կազմակերպված վաղը մյուս օր մենք կարողանանք այդ հարցերը նաև նորից կարողանանք լուծում տալ։ Ուղղակի ես ուզում եմ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել մեր Մարդոյան Խորենին, տեղի հայ բարերարներին, շնորհակալություն հայտնել մեր Գալստանյանին։ Մկրտչյան, շնորհակալ եմ, որ այսօրը դու տոն ես անվանում։ Այսօր 30 երկրապահը պատանի երկրապահի հետ միասին Հայաստանում շատ մեծ ընդլայնված ծրագիր է կատարում։ Մեր երկրապահի այսօրվա նպատակն է երեխային դպրոցից սովորեցնել ռազմական գիտելիքներ, երեխան դպրոցից ինքը դաստիարակվում է որպես զինվոր, երբ որ գնում է հայոց բանակ, ինքը արդեն պատրաստված զինվոր է գնում հայոց բանակ։ Էլ առաջվա այդ անգիտությունը չկա, որ չիմանա թե գնում է բանակ ինչ պետք է անի եւ այլն։ Երեխաները բանակ գնալուց առաջ արդեն զենքի հետ ծանոթ են, երեխաները բանակ գնալուց առաջ քարտեզի հետ ծանոթ են, երեխաները բանակ գնալուց առաջ բանակում բոլոր մասնագիտություններին կարողանում են տիրապետում են այն բոլոր այն մասնագիտությունները, որոնք հայոց բանակում կիրառվում են։ Ներառյալ մենք շատ Եվրոպայի եւ Կանադայի մեր միավորումները, բաժինները, մենք որոշել ենք այսպիսի մի ծրագիր իրականացնենք Խորենի հետ, Խորեն Մարդոյանի, որը հանդիսանում է մեր Կանադայում երկրապահի ներկայացուցիչը։ Ուրեմն Խորենը ինքը նաև մասնագետ է, այդ առաջարկը առաջարկեցին, որ մենք կարողանանք առաջ երթին անօթաչու
օդանավներ բերենք, որպեսզի երեխաները կարողանան սովորել եւ ամբողջ տարածքը, սահմանները կարողանան մեր դեռ դպրոցի երեխաները եւ անշուշտ բանակում այնտեղ մասնագետներ կան, երեխաներ կան, զինվորներ կան, որոնք կարող են սովորել։ Եվ միաժամանակ որոշեցինք թռնող սարքեր, այս օդանավները բերել, այս 2 տեղանոց է, մյուսը 1 տեղանոց, դեռ առայժմ այսքանը եւ ունենանք կամած սրանք վարժանքի օդաչու պատրաստելու հարմարություններ են եւ միաժամանակ իրանք կթռնեն իհարկե։ Այդ բոլորի հետ միասին ես ուզում եմ ողջունել Հայաստանի Հանրապետության նախագահին հայոց երկրապահի կապակցությամբ այսպիսի մեծ գեղեցիկ ծրագրեր իրականացնելու համար, որը ինքը մեզ շատ մեծ աջակցություն է բերել, որը ստեղծում են այսօրվա այդ Սևանում կառուցում ենք համալիր։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարին Սեյրան Օհանյանին, որը նաև երկրապահի անդամ է, եւ այդ մեծ համագործակցության համար Սեյրան Օհանյանի հետ, որը մենք նաև ստորագրել ենք հուշագիր եւ ուզում եմ եւ շնորհակալությունս հայտնեմ եւ աչքալուս ենք ասեմ մեր երկրապահի նախագահին գեներալ Մանվել Գլիքորյանին, Արցախի հերոս։ Մեր հերոս եղբորը ուզում եմ ասեմ, որ մենք միշտ ես հետ ենք, ամբողջ հայ ազգը երկրապահ է եւ ով որ երկրապահ չի, այդպիսի բան չի լինում, այսինքն ինքը չի սիրում իր ընտանիքը, զավակը, ծնողը եւ անշուշտ հոգեվոր իր քրիստոնեությունը։ Սիրելի երկրապահներ, ուզում եմ ասել, դուք մենակ չեք, բոլորը ձեզ հետ միասին, բոլորը հավասար երկրապահներ եք եւ ինչ էր որ լինի, ուր էլ որ լինեք, ուր էլ որ մենք լինենք, մենք միասին ենք։ Ես շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր զորավարին Մանվել Գրիգորյանին, որ այսպես նախաձեռնություն ունի ու կարողացանք իր օգնության, իր անվանու շնորհով ստեղծել Պատանի երկրապահ-ակումբը, որը այսօրվա դրությամբ մոտավորապես 20,000 սանից է բաղկացած։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր Սփյուռքին, մեր բարերարներին, Կանադայում, Ֆրանսիայում, ովքեր կան, ովքեր մեր կողքին են, ու մենք իսկապես զգացինք, որ մենակ չենք, մեզ հետ մեր ամբողջ Սփյուռքն է, շնորհակալություն բոլորից հետ, մոտակա ժամանակներս էլ ես շատ հույս ունեմ, որ իմ ամբողջ 20,000-անոց Պատանի երկրապահ-ակումբի սանը արդեն կհամալրվի համազգեստներով։ Վարժասարքերի կարևորության եւ գործնական նշանակության վերաբերյալ դրական կարծիք հայտնեց երկրապահ օդաչու Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Անդրեասյանը, ով ի դեպ անձամբ է Պատանի երկրապահների հետ անցկացնելու ավիացիոն ոլորտի դասընթացները։ Դա որ մի անգամ թռավ, էլ չեն կարողանալու փոկենք, դրանք անպայման օդաչու են դառնալու, ասեն իմանաք։ Շատ հարմար է սովորացնելու համար, շատ քիչ պրիբորներ կա։ Ինչպես տեսնում եք, 2 տեղանոց է, այսինքն ինստրուկտորը նստում է ձախից, աչից նստում է կուրսանտը կամ երեխաներից մեկն ու տեսնում եք սինխրոն է աշխատում, այսինքն ինչ որ անում է ինստրուկտորը կարողանում է հետևել, որ հանկարծ սխալ բաներ չանի, չընկնի։ Անպայման չի իրանք օդաչու դառնան, խիզախություն է, հետո մի մոռացեք, այս սենց բաց կաբինայով թռնելը, սենց նայես ներքև տեսնես տակը ինչքան հեռու է գետինը ու ոչ մի բանով փակված չէ, դա էլ է խիզախություն։ Ամեն ինչին կսովորեն շուտ արագ մտածել։ Թե երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահը, թե Ֆրանսիայի ներկայացուցչության ղեկավարը հատուկ խոսեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցության մասին, ընդգծելով, որ նախագահն անմիջական աջակցություն է ցուցաբերում երկրապահական բոլոր հայրենասիրական նախաձեռնություններին, հատկապես Պատանի երկրապահների ուսուցմանը վերաբերող։ Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչները նշեցին նաև, որ տվյալ իրավիճակում նաև երկրապահական ընտանիքի պարտավորությունն է նախագահի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացին աջակցելը։ Գալստանյան այստեղ է գտնվում, որովհետև մենք օրերս արդեն ստեղծել են շտաբներ, հիմնական շտաբը, կենտրոնական մեր շտաբը, երկրապահ կամավորականների միության եւ բոլոր մարզերում, տարածքային բաժանմունքներում, նաեւ
Սփյուռքում, մենք բոլոր տեղերում մենք ունենք շտաբեր եւ շտաբերը լցված են կոնկրետ ԱՅՈ-ի շտաբերն են եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի առաջընթացն ապահովենք եւ ամբողջ երկրապահը գիտեք, որ մենք դեռ համագումարով որոշում ենք կայացրել, որ մենք պաշտպանում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք բխում են Հանրապետության նախագահից, իր որոշումներն են, դեռ համագումարով մենք որոշում կայացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարը, Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության այսօր գործող նախագահ, որ նաև մեր մարտական ընկերն է, երկրապահը միշտ աջակցելու է եւ կաջակցի այն նախաձեռնություններին, որոնք կասի մեր նախագահը։ Այդ իսկ առումով էլ այսօր մեր Գալստանյան նաև այստեղ է գտնվում եւ նաև Սփյուռքի հետ կապված որոշակի աշխատանքային բաներ կան։ Այդ աշխատանքները մենք կհստակեցնենք եւ արդեն տեղերում մենք բոլորս լծվելու ենք նույն այն աշխատանքին, այն ինչ որը մենք կարծում ենք, մենք հստակ համոզված ենք, որ դա մեր երկրի, մեր ժողովրդի բարօրության համար է, մեր ժողովրդի ապագայի համար է, մեր պետականության ել ավելի ամրապնդման համար է։ Ուստի մեր հայրենակիցներին Սփյուռքում բոլորին, ովքեր որ կկարողանան այս միջոցով, այս հաղորդման միջոցով տեղյակ լինել, թող որ գնան ամսի 6-ին դեկտեմբերի բոլոր դեսպանատներում, որտեղ որ հնարավորություն կա, իրենց մասնակցություն ունենան այդ քվեարկության համար։ Երկրապահ կամավորականների միության վարչության տարածքում փոքրիկ ճանաչողական այցից հետո պարոն Գալստանյանը համոզմունք հայտնեց, որ դեռ բարելավելու են պատանի երկրապահների ուսուցման պայմանները։ Այսքան բանը որ եղել է, մենք միասին թռնելու ենք։ Այս սկիզբն է, սա ամենափոքրն է, երբ որ կարգավորվի կտեսնեք երկրապահը ինքը իր օդակայանը կունենա հետո։ Ավիացիա։